Կրասնոդարի ավագ եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մաչ TV-ին տված հարցազրույցում անկեղծացել է մեջքի հատվածում ունեցած առողջական խնդիրների մասին։ ՌԲԼ-ի 30-րդ տուրում Կրասնոդարը սեփական հարկի տակ 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Օրենբուրգի նկատմամբ զուգահեռաբար ընթացող խաղում Զենիթը հյուրընկալվելիս 1-0 հաշվով պարտության մատնեց Ռոստովին։ Այսպիսով Կրասնոդարը 66 միավորով զբաղեցրեց Ռուսաստանի առաջնության երկրորդ հորիզոնականը, իսկ Տիտղոսը 68 միավորով նվաճեց Զենիթը։ Խոսելով իր ֆիզիկական վիճակի մասին, Սպերցյանը հաստատել է գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևի այն խոսքերը, թե վերջինս Օրենբուրգի հետ խաղից առաջ գրեթե չի մարզվել։ Մուրադ Մուսաևը նշել էր, որ դուք գրեթե չեք մարզվել Օրենբուրգի հետ հանդիպումներից առաջ, պատճառը մեջքի խնդիրներն էին։ Նա պատասխանել է, որ այո, կար ռիսկ, որ դրա պատճառով կարող եք բաց թողնել Սպարտակի դեմ Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչը։ Սպերցյանը պատասխանել է, որ հույս ունի, որ ամեն բան լավ կլինի։